Ես հավատում եմ։ Հայաստանի միակ կին քաղաքապետն աշխատեց 7 տարի։ Ավելի շատ իր համար, քան թե ժողովրդի։ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հեռանում է իր հետևից թողնելով արտառոց մի շարք պատմություններ։ Էջմիածինցիներն ասում են քաղաքապետ չգիտենք, բայց լավ ձեռներեց հարս է։ Մեկ սկեսուրն էր առանձնատների հսկայական թաղամասի ապօրինի շինարարություն սկսում, մեկ սկեսրայրը շահում քաղաքապետարանի վառելիքի գնման մրցույթում։ Տեղյակ ենք բենզակալոնկայի մոտ եղած դժբախտ պատահարից եւս տեղյակ ենք, չպատժվողներից եւս տեղյակ ենք ու ինչ իր հետ կատարվում առհասարակ լավից բացարձակ տեղյակ չենք։ Էջմիածինցիներն ինչ զգացմունքներով են ճանապարհում Գասպարյանին։ Ինքը պիտի հրաժարական տար ավելի վաղ, քան հիմա։ Քաղաքի մաքրությունը առաջվանը չի, ավելի վատն է։ Բեսպրեդելը թե այն ժամանակ ավելի էր, հիմա ավելի շատ է։ Սպանությունները որ ամեն անգամ լսում ենք ու չենք էլ հասկանում հետագան ինչա լինում։ Ես էլ լսեցի, զարմացա, բավականին շատ լավ աշխատող անձնավորություն է ինքը, շատ բան են խոսում, ամեն ինչին կարելի է հավատալ։ Քաղաքապետը վաղուց պետք է հրաժարական տար, դե ինքը պետք է չլներ վաբշե, համայնքի պատկանող հողերն ուրա, ինձ մեկը թողա ասես համայնքին պատկանող հողերն ուրա, մի հող չկա, որ մի հատ մարդ կնա քաղաքացի տենդերով ուզենա խաղարկվի, չգիտենք ուրա, իրանց պետք է հարց տվացվի։ Փողոցների ասֆալտ պատում սկսել էին արդեն շարունակվելու երելի կամ փողոցներ որ պիտի կատարեն, մնաց։ Լավ է աշխատում այսինքն։ Ես գոհ եմ։ Այո, ինքը լավ է աշխատում։ Լավ է աշխատում։ Այո, ինքը լավ աշխատող է եղել։ Սուրբ քաղաք է, փոխանակ հաճելի շրջապատ լինի, մաքրություն լինի, թող հեռանա, ինչ ա եղել, մենք ամեն մարդիկ կարող ավելի խելացի մարդիկ կան, որ կարան քաղաքը ղեկավարեն, եթե ինքը չի ուզում, թող հեռանա։ Ճանապարհները քանդած են։ Իր իսկ աշխատանքը համայնքի ղեկավարի պաշտոնում ինչպես է գնահատում համայնքապետն ինքը։ Դիանա Գասպարյանից մեկնաբանություն ստանալ չկարողացանք, օգնականի միջոցով փոխանցեց, ինչ ասելու էր, գրել է հրաժարականի մտադրության մասին հայտարարության մեջ։ Նրան հասնելու ուղիներն էլ հեշտերից չեն, վաղարշապատի համայնքապետարանում բաց դռներ չկան։ Կարճ մեկնաբանության համար առաջին հարկիչավ առաջին տեղակալա Արսեն Պետրոսյանը։ Դիմումը դեռևս չգիտեմ գրել է թե չէ Տիկին Գասպարյանը, բայց ամեն դեպքում դիմումը գրելու պարագայում էլ երրորդյա ժամկետ ունի դեռ Տիկին Գասպարյանը, որպեսզի դիմումը հետ վերցնի։ Որ Դիանա Գասպարյանը դիմում կգրի ու առաջիկա օրերին էլ այն հետ չի վերցնի, պարզ է դառնում համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։ Նա այսօր վաղ առավոտյան հրաժեշտ է տվել անձնակազմին եւ որպես հիշատակ լուսանկարվել։ Հայտնի է թե ով կզբաղեցնի նրա տեղը ժամանակավորապես։ Փոխարինողը ես եմ լինելու հավանաբար։ Եվ թեկնածուն կարծես թե, հա։ Ժողովուրդ ջան, չեմ ուզում պատասխանել այդ հարցին։ Կներեք, դրա համար դեռ ժամանակ կունենանք խոսելու։ Էջմիածնում արտահերթ ընտրություններ հնարավոր են, եթե ավականու իշխանական թիմը չկարողանա իր կազմից համայնքապետ ընտրել։ Առաջին տեղակալ Պետրոսյանը չի շտապում բացահայտել, արդյոք թեկնածուն ինքն է, կապ հաստատեցինք ավականու իշխանական խմբակցության անդամներից մեկի հետ։ Թիմակցի հրաժարականի մասին համացանցից էր իմացել, պնդեց քննարկում չի եղել։ Վաղարշապատի ավականու 27 հոգանոց կազմում 15-ը քաղաքացիական պայմանագրից են, մնում է թեկնածուն գտնվի։ Իդեպ ավականու այս թիմում նաև քաղաքապետի ամուսինն է։ ՔՊ-ն իր կազմից չունի մարդ, այո, Ձիաննան չայրած փոքրագույն էր իրանց, բայց նույնիսկ Ձիաննայի չափ մարդ չունի այսօր, որով կկարողանա քաղաքի առաջի դեմք դնել։ Հիմա Նիկոլ Փաշինյանի թիմը հենց հիմա երևի թե իրենց փնտրտուքների մեջ են, թե ում կարող են որպես թեկնածու առաջադրել։ Ավականուն դիմադիրներից Ջիվան Աբրահամյանը, որ մի քանի տարի է նիստերին չի մասնակցում, պնդում է ավականու ԿՊԱ-ական կազմում թեկնածու չի գտնվելու ու գործը կհասնի արտահերթ ընտրություններին։ Պետրոսյանին դրեցին, մարդիկ ինչ պետք անեն, մարդիկ ոչ մի չեն անի, բայց ԿՊ-ն եթե ուներ ինչ-որ գոնե ընտրազանգված, դրա մի մասը հաստատ կկորցնի։ 2018-ին, երբ Արսեն Պետրոսյանը Էջմիածնի փոխքաղաքապետ նշանակվեց, քննարկման թեմա դարձավ նրա կրթության հարցը։ Կենսագրությունում կարդում ենք, որ սովորել է դպրոցում, ծառայել բանակում, դարձել ԿՊԱ-ական, ապա փոխքաղաքապետ։ Իդեպ համայնքապետի պաշտոնի համար կրթական որևէ ցենզ գոյություն չունի, բայց Պետրոսյանը մասնագիտանում է այժմ քաղաքացիական պաշտպանության ոլորտում։ Դեռ սովորում եմ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, շուտով կավարտեմ։ Որ կուրսում եք։
5-րդ։ Ջիվան Աբրահամյանի կարծիքով քաղաքացիական պայմանագիրը Էջմիածնում կորցրել է իր դիրքերը եւ Դիանա Գասպարյանին հեռացնելը սրա հետ էր կապված։ Լիքը վատ բաներ ա արել։ Քաղաքը մի քանի տարի եղել է անկառավարելի վիճակում, քաղաքում իր բերած բարքերը ավելի վատն էին կամ հավասար էին մանվելի բարքերին։ Անսպասելի չէր, որտեղ կար քաղաքական վակուում, որը իրենք էին ստեղծել, Դիանա Գասպարյանի անվան հետ կապված խնդիրներ կար եւ քաղաքացիական պայմանագիրը ամբողջությամբ իր դիրքերը կորցրել էր Էջմիածնում եւ Դիանա Գասպարյանին պետք էր հեռացնել, որպեսզի նոր ընտրություններում նորից բերել սևերի եւ սպիտակների պայքարին, այսինքն բերել Քոչարյան եւ Նիկոլ Դաշտ ընտրությունները նորից։ Էջմիածնում դժգոհությունների մի մասը քանդուքարապ փողոցների ու տարբեր անկյուններում թափված աղբի մասին էին։ Իդեպ հենց քաղաքապետարանի դիմացի այգում այդպիսի պատկեր էր։